Պարոն Սաֆարյան, հանրությունը ցնցված է երեկվա ահաբեկչական գործողությունների բացահայտմամբ, մանրամասներից, որը պետք է գլխավորեր Բագրատ Գալստանյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում ասաց, որ իր ուշադրությունը գրավել է մի շեշտադրում, այն է հանրության մի խումբ արձանագրել է, որ Հայաստանում նոր հոկտեմբերի 27 է կանխվել, այսինքն եկեղեցու միջոցով, նաև Գարեգին Բ-ի օրհնությամբ այս մարդիկ ծրագրում էին մարդասպանություն Հայաստանում։ Սարսափելի է իհարկե եւ որ խորությամբ նայում ես կատարվածին, որ շարժումը, որի անվանումը դրվել է Սրբազան, որը կարծեք թե պիտի շատ հոգևոր լիներ, սիրո, հանդուրժողականության, համերաշխության եւ այլնի մասին, այս քողածածկույցի տակ նույնիսկ ստանալով կաթողիկոսի Կտրիչ Ներսյանի օրհնությունը ծրագրել է մի բան եւ ունեցել է զրույցներ, որոնք լի են ժողովրդի նկատմամբ վիրավորանքով, ատելությամբ, որոնք լի են հակաօրինական մտադրություններով եւ պլանավորումներով, ուղղակի կարող է այդ ամեն ինչը տեղի ունենալ եւ ուղղակի իսկապես ահաբեկվել կարելի է եկեղեցուն հասցված հարվածի մասին։ Երբ Կտրիչ Ներսյանը եւ իր շրջապատը եպիսկոպոսաց դասից բանաձևում են, թե իշխանությունը հարվածում է եկեղեցուն, ապա պիտի ասել, որ այս այլանդակությունը օրհնելով, այս այլանդակության համար գործողության դաշտ բացելով ամենամեծ հարվածը եկեղեցուն հասցրել է Կտրիչ Ներսյանը։ Եվ որ այս ամբարո զրույցներին ժողովրդին խորը էշ, անասուն անվանած, սպանությունների մասին խոսած, հանրության մեջ տագնապի զգացողություններ, հուսահատության զգացումներ խթանելուն ուղղված գործողություններ քննարկած խմբակը Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ, նաև այս ամեն ինչի կողքին դնում ենք զինանոցը, զինապահեստը, հատուկ միջոցները, որոնք նախատեսված են եղել կապի, այդ ամբողջը ստեղծելու, հրկիզումների, վնասումների, նաև սպանություններ կատարելու համար, ապա պատկերը իսկապես սահմռկեցուցիչ է եւ ես չգիտեմ ինչ գործընթացի մեջով պետք է անցնի եկեղեցին Կտրիչ Ներսիսյանի գահանկեցությունից, անհետաձգելի գահանկեցությունից հետո, որ այս ամբողջ խարանը մաքրվի եկեղեցու երեսից։ Ես սարսափած եմ, ես տագնապած եմ, որովհետև ավելի մեծ, ավելի խայտառակ բան ես անկեղծ ասած չէի կարող պատկերացնել։ Անդիմադիր դաշտ Գալստանյանի աջակիցները շարունակում են պնդել, որ այս ամենը ծրագրված է իշխանության կողմից, ամբողջը ծրագրել է իշխանությունը իրենց դեմ, ձայնագրություններն էլ երբ որ հրապարակվեցին, դեռևս իրենք շարունակում են պնդել, որ դրանք արհեստական բանականության միջոցով սարքված ձայնագրություններ են։ Երբ որ դատարան մտավ գործը եւ 3 դատարաններում քննվում էր կալանքի խնդիրը, նրանց պաշտպանները կամ պիտի ներկայացնեին միջնորդություն այդ ձայնագրությունների փորձաքննության վերաբերյալ իսկությունը եւ չընդունեին, որ դրանք պատկանում են իրենց վստահորդներին, կամ պիտի ընդունեին։ Տեղի ունեցել երկրորդը։ Փաստաբանները ընդունել են, որ ձայնագրություններում իրենց վստահորդներն են խոսում, եւ դատարանը հենց նաեւ այդ փաստի պատճառով, որ ըստ էության կասկածի տակ դնող չկա, որ ձայնագրությունները չեն պատկանում Բագրատ Գալստանյանին եւ մյուսներին, բավարարել է միջնորդությունը եւ տվել է 2 ամսվա կալանք։ Ինչ են ասում այսօր արդեն։ Օրինակ, Արամ Օրբելյանը ասել է, որ ձայնը իրենցն է, բայց դրանք տարբեր օրերի խոսակցություններ են եւ իշխանությունները քննչական կոմիտեն ուղղակի մոնտաժել եւ դրանք կպցրել է այնպես, որ ստանա իր ցանկալի պատկերը։ Ես կարծում եմ, որ այս մի հեքիաթնել է ջարդոփշուր լինելու շատ շուտով, որովհետև եթե Արամ Օրբելյանը
ճիշտ է, որ ամբողջը եղել է մտագրող եւ ավարտվել է իմպիչմենտի խաղաղ քաղաքակիրթ եղանակի օգտին ընտրությամբ այդ խմբի եւ պիտի այսպես ասած ժողովրդավարական եղանակներով քաղաքացիական անձնությամբ տապալային իշխանություններին, դեպքում բացատրություն պիտի ստանա դրոնները, կապի միջոցները, սաղավարտները, մնացած ամեն ինչ, որ նախատեսված են եղել այդ անկարգություն հրահրող անկարգություն իրականացնող մարտի 1 իրականացնող հոկտեմբերի 27 իրականացնող խմբերի համար, ինչի համար էին։ Չէ՞ որ ասում եք մտագրող է։ Ակնհայտ է, որ ստում են, ակնհայտ է ստելու քիչ տեղ ունեն եւ ընդհանրապես տեղ չունեն, որովհետեւ ամեն օր նրանք ստիպված են հրաժարվել երեկվա ստից։ Եվ ես վստահ եմ, որ վաղը չեմ իսօրը հրաժարվելու են նաեւ այն գաղափարից, թե կոնտեքստից կտրվել է, ուղակի մտագրող են արել, ուղակի այսպես ուղեղներին զոր են տվել, ֆանտազիայի են ենթարկել, մի կողմ են թողնում էլի կաթողիկոսի օրհնած շարժման մեջ քննարկեն մարդասպանություն, քննարկեն հայասպանություն, քննարկեն հանրային գույքի վնասում, ասենք ոնց կվերաբերվի կաթողիկոսը, եթե կաթողիկոսին տապալելու համար նման մի խումբ ծրագիր մշակի եւ դա ներառի, ասենք վեհարանում հրդեհելու եկեղեցում տերորիստական ակտ անելու, ասենք ոնց կվերաբերվի Կտրիչ Ներսիսյանը։ Իհարկե պիտի որ բադ վերաբերվի, բայց ինչու է որոշել, որ հայ ժողովուրդը կամ հոտը իրենց ասած, որին իր հոգևորականը անվանում է խորը անասուն, որտեղից է որոշել, որ հայ հասարակությունը պիտի ողջուներ տերորը, ողջուներ տերորով երկրի գլխատումը եւ իշխանության զավթումը։ Տեսեք, պարոն Սաֆարյան, դուք նշում եք, Գարեգինբույի մասին, իրենք միայն օրվա վերջում հայտարարություն տարածեց Գերագույն խորհուրդը, հանդես եկավ հայտարարության մեջ հատկանշական էր այն հատվածը, որ ասում են դատապարտելի է հիշել գործընթացը եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու եւ Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը։ Այսինքն սկզբում, երբ որ Գալստանյանը ասում էր առանց Գարեգինբույի օրհնության չեն գործում, հիմա իրենք այս հայտարարությամբ տպավորություն են փորձում ստեղծել, որ որևէ կապ չեն ունեցել Գալստանյանի հետ։ Կապել են արդեն։ Անցած 1 տարվա ընթացքում Բագրատ Գալստանյանի եւ նրա խմբի բոլոր գործողությունները եկեղեցու հետ կապել է Կտրիչ Ներսիսյանը եւ եպիսկոպոսած դասը։ Բավական է այցելել Մայր Աթոռի պաշտոնական էջը եւ տեսնել բազմաթիվ հայտարարություններ, որտեղ նրանք ուղղակի աջակցության կոչեր են արել, սրանք էլ գումարած օրհնանքը, օրհնությունը, որի մասին խոսվել է, բայց ինչ էին ասում հայ ժողովուրդը եւ Հայաստանի հասարակությունը, ինչ էր ասում անցած 1 տարին, ասում էր հայտարարի, որ դու կապ չունես, հայտարարի, որ նա հոգեորական չի, հայտարարի, որ նա քաղաքական գործիչ է, բայց ինչ էինք պահանջում։ Ինչ էինք ասում Կտրիչ Ներսիսյանին, դա էինք ասում, որ ասում էինք, որ չի կարելի թույլ տալ, որ եկեղեցականը իր հոգևոր դասով, ատրիբուտներով մտնի, ինչ է արել Գարեգին Կտրիչ Ներսիսյանը, ինչ է արել Կտրիչ Ներսիսյանը, Կտրիչ Ներսիսյանը հայտարարություն է տարածել, ասել է, որպեսի Բագրատ Գալստանյանը լավ կարողանա զբաղվել քաղաքականությամբ, սառեցնել նրա ինչը ընդամենը թեմական կարգավիճակը, վարչական կարգավիճակը, եւ որ մեծ հարց բացվեց, արդյոք սառեցվել է նաեւ Բագրատ Գալստանյանի հոգեվոր ծառայությունը, Գարեգին ներողություն, Կտրիչ Ներսիսյանը չի հերքել, չի հայտարարել, չի պարզաբանել, որ ներեցեք սիրելի ժողովուրդ, հավատավոր, ձեզ ներկայացողը Բագրատ Գալստանյանն է։ Երեք դատարանի առջև լրագրողներից մեկը շփոթվում է եւ ասում է Բագրատ Գալստանյան եւ ասում է եւ Գառնիկ Դանիելյանը պահանջում է նրան դիմել սրբազանով։ Ասենք Կտրիչ Ներսիսյանը պահանջել է երբևիցե, որպեսի Բագրատ Գալստանյանը հանրությանը ներկայանա ոչ թե արքեպիսկոպոս Բագրատ սրբազան, այլ ասի ներկայացիր քաղաքացի Գարեգին Բագրատ Գալստանյան, ներողություն, չի արել,
կաթողիկոսի աթոռը զբաղեցնող անձը Կտրիչ Ներսիսյանը հրաժարվել է կտրել Բագրատ Գալստանյանին եկեղեցուց, նրա շարժումը կտրել եկեղեցուց։ Հիմա ում են ինչ ասում։ Հիմա ասում են դատապարտում են, որ ով է կապում այդ շարժումը եկեղեցու հետ։ Ինչն են դատապարտում կամ այդ կետից հետո եւ որ հայտարարում են, որ բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են Բագրատ Գալստանյանի իրավունքները, ներեցեք, այդ ում եք ասում մի կապեք եկեղեցու հետ։ Սա առավել քան ցույց է տալիս, որ Կտրիչ Ներսիսյանը իր տեղում չի եղել, իր տեղում չէ եւ չպետք է այդ տեղում լինի։ Այդքան բան։ Տեղի ունեցած իրադարձություններից հետո նաև հայտնի դարձավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն է հանդիպել Գարեգին-բույին, հանդիպումը տևել է շուրջ 1 ժամ, քննարկել են տեղի ունեցածը, նաև գնահատական են տվել Սամվել Կարապետյանի կալանավորմանը։ Սա արդեն Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Գարեգին-բույի երկրորդ հանդիպումն է, վերջին շրջանում տեղի ունեցած։ Ի՞նչն է իրենց կապում։ Սամվել Կարապետյանի փողերը։ Նայեք, թե Տեր-Պետրոսյանը ինչ է հանձնարարել Արման Մուսինյանին հրապարակման համար, հաղորդագրության մեջ, որպեսի երևա, որ այդ զրույցի ընթացքում, որտեղ բացի այն Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Կտրիչ Ներսիսյանը քննարկել են եկեղեցու հետ կապված հարցերը, բացի դա, ուրեմն հատուկ Արման Մուսինյանի տարածած հաղորդագրության մեջ դրվել է, թե ինչ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանը Սամվել Կարապետյանի մասին։ Դուք կարծում եք, այս բաները պատահական է լինում, դուք կարծում եք Լևոն Տեր-Պետրոսյանը այդպիսի բաները հենց այնպես է անում, դուք կարծում եք Լևոն Տեր-Պետրոսյանը այդպես ձրի ծառայություններ է մատուցում, մեկին ով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եւ եկել է եւ խառնվում է Հայաստանի ներքին գործին։ Դուք կարծում եք այն Լևոն Տեր-Պետրոսյանը, որը սփյուռքահայերին, այդ թվում Կարեն Կարապետյանն ասում էր, մենք ձեզանից չենք պահանջում ցեղասպանության ճանաչում, դուք էլ մի խառնվեք Հայաստանի արտաքին քաղաքականության գործերին։ Հիմա հանկարծ օրինակելի եւ օրինական համարեց Սամվել Կարապետյանի միջամտությունը Հայաստանի գործերին, Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանի գործողությունները, հասկանում եք, ողջունում է կամ օրինականը համարում այն Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ուներ Հայաստան սփյուռք շատ հստակ օրակարգ։ Հայաստանը չի խառնում սփյուռքի գործերին, սփյուռքը չի խառնում Հայաստանի գործերին։ Հիմա պարզվում է, այդպիսի աշխարհաճանաչողություն ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանը հանկարծ անմեղ բան է համարում Հայաստանի ներքին քաղաքական կյանքին խառնվելու Սամվել Կարապետյանի շատ անմեղ հայտարարությունը։ Հարցնում եք ինչն է կապում Գարեգին բի անվան տակ հանդես եկող Կտրիչ Ներսիսյանին եւ Լևոն Տեր-Պետրոսյանին շատ բան է կապում։ Շատ բան է կապում այն երկրի հետ, որտեղից եկել է Սամվել Կարապետյանը։ Բայց անձնապես նաեւ կապում է Սամվել Կարապետյանի փողերը։ Այլապես Լևոն Տեր-Պետրոսյանը չեր ասի Արման Մուսինյան, որ հաղորդագրություն տարածելուց լինես, Սամվել Կարապետյանի վերաբերյալ տողերն էլ կդրես, որ Սամվել Կարապետյանը տեսնի, որ կատարված է, աշխատանքը կատարված է։ Նաև Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցությունն էր իր աջակցությունը հայտնել իրենց բնութագրմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդվողներին։ Իրենց հաղորդագրության մեջ դատապարտում են նաև իրավապահ համակարգի օգտագործումը, կրկին իրենց բնորոշմամբ փորձ է արվում քաղաքական անդիմախոսներին նման կերպ լրացնել։ Սա ինչպես է։ Հանրապետական կուսակցությունը 2016 թվականին Սասնա ծռերին տերորիստ էր անվանում։ Եվ մենք փորձագետներս հանրության քաղաքացիական հասարակության հատվածս հազիվ էին կարողանում Սերժ Սարգսյանի եւ նրա շրջապատին համոզել, որ տերորիստ չանվանեն, եթե անգամ օգտագործենք ռազմական բունտ, զինված հեղաշրջում եւ այլ, այնուամենայնիվ տերորիստ չանվանեն։ Հիմա հանրապետական կուսակցությունը պիտի գետինը մտնի իր այդ հայտարարությունից հետո Առնվազն պիտի Սասնա ծռերից ներողություն խնդրի, եթե Սասնա ծռերից ներողություն չխնդրի, առնվազն պիտի ներողություն խնդրի այդ ապստամբության ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքներից,
թե ինչու է այսօր ինքը արդարացնում մի պլանավորված արարք, որի հետևանքը կարող էր լինել այլ ոստիկանների զոհաբերություն եւ սպանություն, ինչպես որ դա եղել է 2016 թվականին։ Նույն անամոթությամբ Սերժ Սարգսյանը իր կուսակցությամբ է հայտարարություն անում, նույն անամոթությամբ տերորիզմը պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանի Հայաստան խմբակցությունը։ Սա ողբերգություն է։ Այսինքն ստացվում է, որ Հայաստանի բոլոր 3 նախկին նախագահները առնվազն տերորիստի հոգեբանություն են ունեցել։ Եվ ստացվում է, որ Հայաստանի 3 նախկին նախագահները որպես տերորիզմի հոգեբանությամբ էլ կառավարել են սեփական ժողովրդին պատանդ պահելով նրան, ինչպես տերորիստն է պատանդ պահում։ Այլապես ո՞նց կարող է երկիրը ղեկավարած մարդիկ 10 տարի եւ ավել կամ մի փոքր պակաս ո՞նց կարող են արդարացնել պետության գլխատումը։ Ո՞նց կարող է Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն անել եւ շրջանցել այս թեմաները, պետության զավթման մտադրությունները, պլանները, հայտնաբերված զենքզինամթերքը, երբ ինքը հոկտեմբերի 27-ին կոչ էր արել համախմբվել պետության եւ Ռոբերտ Քոչարյանի երկրի նախագահի շուրջ։ Ոնց կարող է հոկտեմբերի 27-ի կազմակերպման մեջ թիվ 1 կասկածյալը եւ դրա թիվ 1 շահառուն հայտարարություն անի եւ պաշտպանի տերորիզմ պլանավորածներին։ Եվ ոնց կարա տերորիզմից գանգատված եւ կրկին տերորիզմի թիրախ հանդիսացած Սերժ Սարգսյանը արդարացնի տերորիզմը։ Ուրեմն դուք տերորիստ եք եղել։ Պարոն Սաֆարյան, դուք ձեր խոսքում նշում եք, որ տերորիստ են եղել, բայց մենք օրինակ կարող ենք ենթադրել, որ եթե աջակցություն են հայտնում այս բոլոր ուժերը Գալստանյանին, իրենք նույնպես իրազեկված են եղել այս գործողությունների մասին։ Լսեք, Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը իրեն հռչակել է հիմնադիր նախագահ։ Հիմնադիր նախագահները կամ նրանք, ովքեր նախագահ պատիվն են ունեցել այս հրաշալի երկրի ու հրաշալի ժողովրդի նախագահը լինել, երդվել են Սահմանադրության եւ Ավետարանի վրա ու այդ ավետարանում գրված է եղել մի սպանիր, մի շնացիր եւ Քրիստոսի բոլոր պատվիրաններն է գրված, երդվել են դրա վրա։ Երդվել են այն Սահմանադրության վրա, որը նախատեսում է բացառապես իշխանության փոփոխություն միայն ընտրություններով։ Երդվել են այն Սահմանադրության մեջ, որտեղ գրված է եղել, որ իշխանության յուրացումը հանցագործություն է։ Եվ եթե 3 նախագահները իրենց կոտրած ձեռը դրել են 2 սրբագույն, 1 աշխարհիկ սուրբ, 1 կրոնական սուրբ տեքստերի վրա, եւ այսօր արդարացնում են, որ կարելի էր մարդ սպանելով, պետություն գլխատելով, երկրի ընտրված իշխանությանը սպանելով կարելի էր իշխանություն վերցնել, ներեցեք, նրանք տերորիստ են։ Այո, տերորիստ են։ Վարչապետը կրկին խոսել էր Գարեգին Բ-ի հեռանալու մասին, նա կհեռանա, թե կհեռացվի։ Այս ամենը արդեն ավարտվել է Կտրիչ Ներսիսյանի պարտությամբ։ Նա դարձել է մեկը, որին պետք չի թույլ տալ ներգրավել որևէ պետական միջոցառման։ Նա դարձել է մեկը, որի ոչ աղոթքին, ոչ ուղերձին, ոչ թող հավատան, ովքեր հավատում են, թող հավատան, բայց նա այլևս կաթողիկոս չէ։ Պրոցեսը արդեն գնացել է։ Նա խախտել է ոչ միայն եկեղեցական կանոնագրքեր, կուսակրոնության խորհուրդ, ուրեմն կուսակրոնության սկզբունք, նա ոչ միայն չի հերքել, այլ իր լրությամբ հաստատել է, որ եւ ունի զավակ, եւ ունի ընտանիք, ընտանիքներ, եւ ունի կանայք, եւ ոչ միայն նա ոչ միայն հաստատել է, որ ինքը եկեղեցական կանոնակարգերի պղծումով է եկել իշխանության, այլ նաև նա ապացուցել է, որ ինքը ուզում է, որ ժողովուրդը թույլ տա, որ նման անցյալով, նման մտածողությամբ մեկը պաշտպանվի ժողովրդի թիկունքում։ Հիմա ժողովրդին է հարցը, Նիկոլ Փաշինյանի տիրույթում չի այլևս։ Ժողովուրդն է, ինքը թույլ է տալու, որպեսզի Կտրիչ Ներսիսյանը թաքնվի իր թիկունքում, ուրեմն կեղծ այսպես խաչհանի եւ այլն
կրոնական ծեսերանի թե ոչ, ես նույնց եմ կրկնում, ուղղակի ինքը դարձել է այլևս persona non grata եւ ինքը այլևս երկար ճանապարհ չունի անցնելու։ Նա եթե խելացի մարդ լիներ, նա կարող էր գոնե հիվանդության, տարիքի եւ այլ պատրվակներով այս խնդիրներից խուսափել եւ թողել, որ եկեղեցական խորհուրդը ավելի սահուն էվոլյուցիոն կատարի կաթողիկոսի փոփոխություն։ Բայց նա այդ խոհեմությունը չունեցավ։ Նա նույնիսկ իմաստուն մարդ չի, որ հասկանար, որ այս ճանապարհը իրեն տանում է դեպի ոչ մի տեղ, որ սա իր համար անկման եւ գահավիժման ամենակարճ ճանապարհն է եւ ինքը չի կարողանա։ Ես չգիտեմ ճշնամիշխանությունները ինչ կանեն, բայց նույնիսկ եմ կրկնում, նա ուղղակի պիտի բացառվի բոլոր պետական արարողակարգերից։ Ուղղակի նա պիտի բացառվի որպես զրուցակից եւ հայաստանացիելով դիվանագիտական հյուրերի կողմից, որովհետեւ նա չի ներկայացնում հայաստանյաց եկեղեցին, նա ուղղակի չպիտի նա պիտի լինի ոչ մեկը։ Նա պիտի լինի ոչ մեկը, որ հասկանա, որ այդպես է ավարտում իր անփառունակ գահակալությունը կաթողիկոսի այդ բարձրաթոռում։